Ավետարան ըստ Մարկոսի գլուխ առաջին։ Եվ մտան Կափառնայում, և Հիսուս նույն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով ուսուցանում էր նրանց։ Եվ նրանք զարմանում էին նրա քարոզչության վրա, որովհետև նրանց ուսուցանում էր իշխանությամբ և ոչ ինչպես օրենսգետները։ Արդ նրանց ժողովարանում մի մարդ կար, պիղծ ոգուց բռնված, որն աղաղակեց և ասաց. «Թույլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսուս Նազովրեցի, մեզ կորստյան մատնելու եկար, գիտենք քեզ, թե ով ես դու, Աստծո Սուրբն ես»։ Հիսուս սաստեց նրան ու ասաց. «Ձայնդ կտրիր և դուրս ել դրանից»։ Եվ պիղծ ոգին սաստիկ ցնցեց դիվահարին և բարձրաձայն աղաղակելով դուրս ելավ նրանից։ Եվ ամենքը զարմացան, այնպես որ հարցնում էին իրար և ասում. «Այս ի՞նչ նոր վարդապետություն է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, և նրանք հնազանդվում են նրան»։ Եվ նրա համբավը տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։ Եվ ժողովարանից դուրս ելնելով անմիջապես եկավ Սիմոնի և Անդրեասի տունը Հակոբոսի և Հովհաննեսի հետ։ Սիմոնի զոգհաճը տաքության մեջ պառկած էր։ Իսկույն ասացին նրա մասին Հիսուսին, և նա մոտենալով նրա ձեռքը բռնեց և նրա ոտքի կանգնեցրեց։ Եվ տենդը նրան թողեց, և նա ծառայում էր նրանց։ Երբ երեկո եղավ, արևի մայր մտնելու ժամանակ, նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին և դիվահարներին, և ամբողջ քաղաքը հավաքվել էր դռների առաջ։ Եվ նա տեսակ հիվանդություններից բազում հիվանդներ բժշկեց և բազում դևեր հանեց, և թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետև գիտեին նրան, որ Քրիստոսն է։